Բաժանումից հետո առավել ևս դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ակտիվ է ինստագրամյան հարթակում, որտեղ էլ օրեր առաջ նոր տեսանյութ է հրապարակել ցույց տալով իր ստացած գեղեցիկ ու գերշքեղ ծաղկեփունջը։ Անահիտը չի նշել, թե ով է ծաղկեփունջ նվիրողը, սակայն երգի ու էմոջիների միջոցով նա արտահայտել է իր սերն ու զգացվածությունը այս ծաղիկները նվիրողից, իսկ մենք ներկայացնում ենք լուսանկարը։ Շոու բիզնեսյան այլ իրադարձությունների անդրադառնալով պետք է նշենք, որ դերասանուհի Աննա Մանուչարյանը Միացյալ Նահանգներից նոր տեսանյութ է հրապարակել, անդրադառնալով իրեն ուղղված քննադատական եւ ինչու ոչ վիրավորական արտահայտություններից մեկին։ Աննայի հրապարակած տեսանյութն առաջարկում ենք դիտել հենց այս պահին։ Ողջույն սիրելի հետևորդներ, ես հենց նոր եմ տուն մտել, այսպես առանց Լուիսի, առանց բարձրախոսի շատ արագ ուզում տեսեք մի թեմայի շուրջ զրուցել։ Իդեպ իմ բույսերը տեսեք ինչ գեղեցիկ են։ Այս խեղճ ֆիկուսից վրայից 5 տերև է կոփվել։ Այդ տերևները իմ սրտից 5 կտոր տարել են իրենց հետ։ Ես շատ եմ սիրում իմ բույսերը, այստեղ էլ ունեմ, այնտեղ էլ ունեմ, հետո մանրամասն ցույց կտամ եւ իսկապես շատ նեղվում, եթե դրանցից որևէ մեկը վնասվում է, բայց համարեք աշունը տերևաթափը եւ դա բնական երևույթ է, այդպես փորձում եմ ինձ մխիթարել։ Իդեպ այս շերտավարակույրներից այն կողմ վիտրաժային լուսամուտներ են, որտեղից երևում է մի շենք, որտեղ իր կյանքի մեծ մասն անցկացրել է Չարլի Չապլինը։ Նաև իհարկե երևում է լողավազանը, մեր հարևանները իրենց լողազգեստներով լողալիս։ Ես հիմա շատ հոգնած եմ եւ վստահ չեմ, որ իմ վրա լույսը շատ լավ է, բայց դա կարեւոր չէ, անցնենք ու թեմային։ Խոսքս ուզում եմ ուղղել միջինից բարձր տարիքի կանանց։ Սիրելիներս շատ անտակտ եւ նրբանկատ եք ձեր արտահայտչամիջոցների մեջ։ Պիտի ավելի զգույշ լինեք, եթե հնարավոր է։ Վերջերս իմ կողմից հրապարակած հոլովակների մասնակցությամբ նախագծերի մեկնաբանությունների բաժնում կարդում եմ հետեւյալ միտքն արտահայտող նախադասություններ ուշադրություն։ Այս անանրիվ շաշը, այս անանրիվ շլտիկը, այս ինչ եղել աչքերը, մի խոսքով այս որակի տարատեսակ մտքեր։ Եկել եմ խոստովանությամբ հանդես գալու, այո, սիրելիներս, իմ այս գեղեցիկ այս հրաշալի աչքերը մի քիչ լավ չեն տեսնում։ Երբեք էլ լավ չեն տեսել։ Միշտ լինզա եմ գրել, հետո ակնոց եմ գրել, հետո վիրահատել եմ աչքերս։ Հիմա բացատրեմ ինչու՞մն է խնդիրը։ Ես ունեմ սուր արտահայտված աստիգմատիզմ, այսինքն իմ աչքերը կիսով չափ պլյուս են, կիսով չափ մինուս։ Ես մի քանի հատ եմ տեսնում ամեն ինչ, եւ որպեսզի իմի բերեմ ամբողջացնեմ եւ տեսնեմ պատկերը մի հատ, լարում եմ հայացքս, դրա արդյունքում աչքս հատկապես մի փոքր թեքվում է։ Եվ հիմա դա ավելի է արտահայտված, որովհետեւ ես Միացյալ Նահանգներում եմ գեղարվեստական գրքերից ամբողջ հեռախոսով գիրք եմ կարդում եւ բնականաբար իմ աստիգմատիզմը գլուխ է բարձրացրել։ Այս ամենը ես շատ լավ գիտեմ։ Իդեպ հիմա ես գրում եմ ակնոց, խնդրեմ, ես գրում եմ, ստուգվում եմ, անպայման հոգ եմ տանում իմ մասին, բոլորից լավ Gentle Monsters-ից վերցրել եմ այս ակնոցը, ապակներ փոխել դարձրել եմ օպտիկական եւ հիմա գրում եմ ակնոց։ Մի խոսքով այս ամենը իմ կյանքի որակի վրա բոլորովին ազդեցություն չունի։ Ես շատ ինքնաբավ մարդ եմ, ես ինձ շատ գեղեցիկ եմ համարում եւ կարեւոր է շեշտել, որ ես իմ գեղեցկությունը չեմ պայմանավորում միայն արտաքին գործոններով։ Ես հրաշալի գիտակցություն, որ ես ունեմ գեղեցիկ ներաշխարհից, ինձ շատ լուսավոր դրական էներգիա է ճառագում։ Ես խելացի մարդ եմ, ես ունեմ տարատեսակ շնորհներ, տաղանդներ եւ այս ամենը ամբողջացում է իմ կերպարը եւ ինձ դարձնում գեղեցիկ հրաշալի մի մարդ։ Եվ այդ մի փոքրիկ իզյումիկան, որը կա, ոչ մի սանտիմետր չի կարող իջեցնել իմ կյանքի որակը։ Եվ ես այն գիտակցական մակարդակն ունեմ նաեւ, որ անծանոթ մարդու խոսքը չի կարող ինձ խոցել, բայց դա ես, մարդ, ով ինքնահղկման, ինքնաճանաչման, ինքնաձևավորման երկար ճանապարհ է անցել։ Դա տարիների աշխատանք է եւ շատ դժվար է հիմա ինձ նեղացնելը։ Բայց չէ՞ որ մեզ շրջապատում են տարատեսակ ֆիզիկական առանձնահատկություններ ունեցող մարդիկ եւ ուզում հասկանալ, միթե երբ դուք նրանց դրսում տեսնում եք այդպես ուղիղ տեքստով, այդպես աննրբանկատորեն մատնանշում եք տվյալ մարդու առանձնահատկությունը։ Միթե կարելի է դա։ Չէ՞ որ դուք արդեն հասուն մարդիկ եք եւ պետք է ավելի նրբանկատ եւ հեռատես լինեք եւ գիտակցեք, որ ձեր կողմից արտահայտած մտքերը կարող են անդառնալի խոցել տվյալ մարդուն։ Կարող են հետ թողել իր հոգեվիճակի, իր հոգեբանության վրա, որը հետագայում կարող է անդրադառնալ իր կոմունիկացիայի մարդկային շփումների վրա։ Չի կարելի, սիրելիներս, մի քիչ ավելի զուսպ եղեք։ Մտածեք ամեն անգամ գրելիս, ձեր գրած միտքը ինչ է արտահայտում, ինչ նպատակ է հետապնդում, ինչ հետևանքներ կարող է ունենալ տարբեր մարդկանց վրա։ Եվ չէ՞ որ կյանքն անկանխատեսելի եւ մեզից յուրաքանչյուրը տարբեր հանգամանքների բերումով կարող է հայտնվել տարատեսակ իրավիճակներում, անսպասելի կերպով։ Չի կարելի։ Խնդրում եմ, վերահսկեք ձեզ, մի քիչ մտածեք, փորձեք դաստիարակված մարդու տպավորություն թողնել գոնե։ Լավ չէ, այսքան խոսեցինք, վերջել ասելու բան չունեմ, այսքանն էր։ Բայ։ Եկել եմ ասեմ, որ ես իմ կյանքում այսքան նիհար չեմ եղել։ Սա իմ կյանքի ամենանիհար շրջանն է, որը ինձ դուրս չի գալիս, որովհետև դեմքս սմքել է։ Երևի անհանգստությունից, լարվածությունից կամ ինքս ինձ որոշեցի առողջ սնվել, բացառեցի շաքարը, խմորը եւ այլն, խլորոֆիլ եմ խմում եւ դարձել եմ չոփ։ Եվ դա լավ չէ։ Ես գիտեք ինչ է, ես փակում եմ մեքենայից էկրանին եւ հեռախոսը ամրեցնում վրան։ Հիմա դնում եմ զարատկա, ես ինձ շուրջ տարօրինակ ձայն է հանում։ Մի խոսքով ուզում եմ ասել, որ լավ չի։ Պիտի նորից մի քիչ լցվեմ, որովհետև դեմքս շատ վատ է։ Իմ համերգին մնաց 6 օր, ամբողջ օրը արտասանում եմ մեքենա վարելիս, եթե մինչև անգամ լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, միևնույն է կգամ, ուր էլ լինեմ կգամ, ինչ էլ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհի Էմմա Շաբոյանը նոր տեսանյութ է հրապարակել որդու Հովհաննեսի մասնակցությամբ։ Նրանց ընտանիքում նորություն կա։ Նրանք մի ընկեր ու ընտանիքի նոր անդամ են ձեռք բերել։ Այս շունիկի մասնակցությամբ տեսանյութերը ջերմացրել են հետևորդներին, ներկայացնում ենք տեսանյութը։
Ժողովուրդ, բարի օր։ Ես եկել եմ ձեզ ծանոթացնեմ իմ նոր հրաշքի հետ։ Նախընտրում եմ իրան նայեք, ես չգիտեմ երևում է ինքը ինչքան փոքր է ու ինչքան հրաշք, բայց ինքը ինձ ու հովիս այնքան է երջանկացրել ու նենց սեր է մի հատ, դուք ուղղակի չեք պատկերացնի, իհարկե դե պատասխանատվությունն էլ իր հետ։ Ջան, հով սիրում ես իրան։ Չլղջես։ Չեմ ասել։ Նա ինչքան մեծ է իր ամատը։ Արունա։ Վայ։ Շատ է սիրում։ Ինչ արել։ Տեսում շունիկն է։ Իմ։ Իմն է։ Իմա։ Իմ շունն է, իմ շատ սիրուն շունը։ Պաճում է քեզ, հո։ Կամքն է, պաշտպանված են։ Ես զեյթունում եմ, մեծահասակներ եմ, անապահով, այն որ ասում եմ, ես դրանց մեջն եմ, միջոցառումներով, ուրախությամբ ամուսնացած չեմ, բայց կուզենայի մի քիչ մեծ ղեկավարին, մեծ խելք բաժանեն եւ մենք հասնենք մեր հաջողությանը, թե Ղարաբաղը կլինի, մյուսը խաղաղության մեջ։ Դա է ամենակարևոր։ Ես վերջապես հասկացա ինչի է ես գիրանում, որովհետև սաղ էս շամպուններ, հենա գրածա, տալիս է փարթամություն։ Հիմա որոշել եմ լվանամ մազերս ամանի հեղուկով, պարզ գրածա, այրում է յուղը։ Վերջ, խնդիրը լուծված է։ Երգչուհի եւ դերասանուհի Քրիստինե Եղոյանը շարունակում է պատմել իր առօրյայի եւ քույրիկի հետ անցկացրած օրերի մասին։ Ձեզ ենք ներկայացնում այն տեսանյութը, որով Քրիստինան կիսվել էր Instagram-յան հարթակում։ Բարի օր բոլորին, գիտեմ որ ձայնս շատ վատ է լսվում, որովհետև այստեղ աղմուկ է, բայց ուզում էի ասել, որ երեք այնքան խառն եմ եղել, չեմ կարողացել ոչ մի բան տեղադրել, կիսվելու տենց բան էլ չկար, բարդ օրեր, երեք, այսօր էլի վերադարձանք նորմալ կյանքին։ Նարուշ ոնց ես։ Կանչել է գործի հետ կապված բաներ քննարկենք, գրագրությունը հանել թափել է, ես հենց նստած սպասում եմ մինչև ավարտի։ Էս քո գծով է, կարայիր տունը անեիր էսա։ Տունը ում հետ։ Ռավուլի Վարդանի։ Մի հատ տեսեք ինձ ինչ են նվիրել։ Պատրաստ եք։ Շնորհակալ եմ շատ սիրուն է։ Այսինքն սիրուն գնանք տուն։ Շատ սիրուն ու շատ ճաշակով ծաղիկներ են, գույների համադրությունը։ Thank you։ Տեսակ, ասաչացիոնը։